Այսօր մենք ուսումնասիրենք միջնադարյան պատմության ամենահետաքրքիր հակասական թեմաներից մեկը վաշխառությունը դրամական վարկերի դիմաց տոկոսներ գանձելու պրակտիկան, թե ինչպես այն դարեր շարունակ ձավորեց կրոնի, տնտեսության հասարակության միջ հարաբերությունները Եվրոպայում։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեցնենք բաժանորդագրվեք ալիքին նմանատիպ այլ պատմական վավերագրումների համար։ Գրեթե 1000 տարի առաջ եվրոպական միջնադարյան քաղաքների նեղ մռայլ փողոցներում մի բարոյական երկընտրանք տանջում էր ողջ քրիստոնյա աշխարհի գործարարներին ու արտրագաններին։ Դա մի երկընտրանք էր, որը վերաբերում էր նրանց անմահ հոգիների փրկությանը, նրանց երկրային ընտանիքների ապրուստին մի տնտեսության գործունեությանը, որը սկսում էր արթնանալ դարավոր լճացումից։ Դա երկընտրանք էր քսագի կյանքի միջ, նյութական հարստության հավերժական դրախտի խոստման միջ։ Եվ այս հակամարտության կենտրոնում մի կերպար էր միաժամանակ սարսափելի անփոխարինելի վաշխառուն այն մարդը, ով գումար էր տալիս տոկոսով։ Պատկերացրեք 1200 թվականի աշնանային մի ցուրտ առավոտ։ Օրվա առաջին լույսերը սկսում են լուսավորել հյուսիսային Ֆրանսիայի արտրային քաղաքներից մեկի քարե ջակատները։ Գոթական տաճարի զանգը հնչում է դեռս ամայի փողոցներում հավատացյալներին կանչելով օրվա առաջին պատարագին։ Մինչ վաճառականները բացում են իրենց կրպակները կենտրոնական շուկայում, մուգ հագուստով զգուշավոր հայացքով մի մարդ անցնում է հրապարակով դեպի մի համեստ, բայց լավ պաշտպանված տուն։ Նա իր հետ տանում է արծաթե մետաղադրամներով լի ծանր քսակ, նույնքան ծանր սիրտ լի մտահոգություններով։ Այս մարդը վաշխառու է, նրա մասնագիտությունը նրան դնում է ողջերի մերյալների աշխարհների խաչմերուկում։ Հասկանալու համար այս կերպարի նրա նման հազարավորների արջ ծառացած երկընտրանքի մասշտաբները ողջ միջնադարյան Եվրոպայում, մենք նախ պետք է հասկանանք, թե ինչ էր նշանակում վաշխառությունը այդ պատմական համատեքստում։ Ի տարբերություն նրան, ինչ շատերը կարող են կարծել, վաշխառությունը միջնադարում պարզապես չափազանց բարձր տոկոսների գանձումը չէր, ինչպես մենք հասկանում ենք այդ տերմինն այսօր։ Ըստ ֆրանսիացի պատմաբան Ժակ Լգոֆի սահմանման, ով այս թեմայի ամենամեծ հեղինակություններից մեկն է, վաշխառությունը տոկոսների հավաքագրումն էր վարկատուի կողմից այն գործողություններից, որոնք չպետք է տոկոսի տեղիք տային։ Հետաբար դա ոչ թե ցանկացած տոկոսի գանձումն էր, այլ հատկապես այն տոկոսի, որը կիրառվում էր այն վարկերի վրա, որոնք համարվում էին ոչ արտադրողական, որտեղ չկար նյութական բարիքների արտադրություն կամ վերափոխում։ Վաշխառության դատապարտման կենտրոնական տարրը ժամանակն էր։ Երբ ինչ-որ մեկը գումար էր տալիս տոկոս գանձում այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում գումարը մնում էր պարտապանի մոտ, նա, ըստ միջնադարյան աստվածաբանության, վաճառում էր մի բան, որն իրեն չէր պատկանում հենց ժամանակը։ Իսկ ժամանակը, ըստ կաթոլիկ եկեղեցու, պատկանում էր բացառապես Աստծուն։ Այն սրբազան, անբաժանելի անոտարելի բարիք էր, որը ոչ մի մահկանացու իրավունք չուներ վաճառելու։ Գանձելով վարկի վճարման միջ ընկած ժամանակի համար վաշխառուն ուղղակի վիրավորանք էր հասցնում առարչին ապօրինաբար տիրանալով աստվածային մի բանի իր նմանագից շահույթ ստանալու համար։ Այս հայեցակարգը խորը արմատներ ուներ հութայա քրիստոնեական ավանդույթի դասական փիլիսոփայության մեջ։ Հույն փիլիսոփա Արիստոտելը Քրիստոսից առաջ 4-րդ դարում արդեն կարևոր մտորումներ էր արել այս թեմայի շուրջ իր պոլիտիկա քաղաքականություն աշխատության մեջ։ Արիստոտելի համար փողը հորինվել էր արտրային փոխանակումները հեշտացնելու համար, գործելով որպես փոխանակման չեզոք ամուլ միջոց։ Վաշխառությունը, ընդհակառակը, ստիպում էր, որ փողը ծառայի ինքն իրեն ավելացնելուն փողից ավելի շատ փող ստեղծելով։ Դա, փիլիսոփայի խոսքերով, բնությանը լիովին հակասող շահույթի տեսակ էր։ Մետաղադրամը, որը հետ է բերում մեկ այլ մետաղադրամ, պնդում էր նա նողկալի մի բան էր, քանի որ ստեղծված բաները պետք է նման լինեն իրենց ստեղծողներին, իսկ փողը, բնությամբ ամուլ լինելով, չէր կարող բազմանալ։ Արիստոտելյան այս փաստարկները ներառվեցին միջնադարյան քրիստոնեական աստվածաբանության մեջ ընդլայնվեցին եկեղեցու մեծ մտածողների կողմից։ Սուրբ Թովմա Ակվինացին 13-րդ դարում ամբողջական տրակտատներ նվիրեց այս թեմային մշակելով բարդ փաստարկներ, որոնք ամրապնդեցին եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը։ Թովմա Ակվինացու համար վաշխառությունը դատապարտելի էր ոչ թե կամայական արգելքի պատճառով, այլ այն պատճառով, որ այն հակասում էր բնական իրավունքին։ Փողը, ի տարբերություն տան կամ դաշտի, սպառվող բարիք էր։ Օգտագործվելիս այն դադարում էր գոյություն ունենալ իր նախնական տեսքով։ Փողի օգտագործման համար գանձելը, հետաբար, նշանակում էր գանձել երկու անգամ մեկ անգամ հենց փող տրված փողի համար, մեկ այլ անգամ դրա օգտագործման համար, որը չէր կարող անջատվել բուն բարիքից։ Կաթոլիկ եկեղեցին չսահմանափակվեց վաշխառության անբարոյականության մասին տեսությունների մշակմամբ։ Այն վերածեց այդ դատապարտումը խիստ օրենսդրության, որն աստիճանաբար ուժեղացավ դարերի ընթացքում։ Քրիստոսից հետո 325 թվականի Նիգիայի տիեզերական ժողովից սկսած տոկոսների գանձումն արգելվեց հոգորականներին։ Կարոլինգյան դարաշրջանում Կարլոս Մեծի թագավորության օրոք այս արգելքը տարածվեց նա աշխարհիկների վրա Admonitio Generalis Motsus Tchbuduk հրամանագրի միջոցով։ Լաթերանի երկրորդ-երրորդ ժողովները համապատասխանաբար 1139-1179 թվականներին
վերահաստատեցին այս որոշումները աջող խստությամբ։ 12-րդ դարից սկսած, երբ Եվրոպայի դրամական զարգացումը պահանջեց վարկերի լայն պահանջարկ, վաշխառության հարցը դարձավ բացարձակապես վճռորոշ մայրցամաքի սոցիալական-տնտեսական կազմակերպման համար։ Պատիժները նրանց համար, ովքեր կմեղադրվեին վաշխառության մեջ, խիստ էին բազմակողմանի հարվածելով օրինազանցին ինչպես հոգոր, այնպես էլ սոցիալական-տնտեսական ոլորտներում։ Վաշխառության համար դատապարտված քրիստոնյան կարող էր բանադրվել կորցնելով կապը եկեղեցու հետ, հետաբար զրկվելով իր հոգու փրկության համար անհրաժեշտ խորհուրդներից։ Բայց հետանքները դրանով չէին սահմանափակվում։ Ակնհայտ վաշխառուն գրում էր այն, ինչ կարող ենք անվանել քաղաքացիական մահ։ Նա գործնում էր դատարաններում վկայություն տալու իրավունքը, զրկվում էր վավերական գտակ կազմելու հնարավորությունից, թերս ամենասարսափելին միջնադարյան մտածողության համար, նրան մերժվում էր թաղումը սրբազան հողում։ Մի խորապես կրոնական հասարակության համար, որտեղ անդրշիրիմյան աշխարհի աշխարհագրությունը որոշում էր հոգու հավերժական ճակատագիրը, օծված գերեզմանոցից դուրս թաղվելը մի դատապարտում էր, որը տարածվում էր ֆիզիկական մահից շատ այն կողմ։ Միջնադարյան արվեստն ու գրականությունը արտացոլում ամրապնդում էին այս դատապարտումը։ Պատկերազարդ ձեռագրերը հաճախ ներկայացնում էին դերի կողմից տանջվող վաշխառուների, որոնց փողի քսակները վերածվել էին տանջանքի գործիքների։ Ժողովրդական քարոզները պատմում էին խրատական պատմություններ վաշխառուների մասին, ովքեր մահվան պահին տեսնում էին, թե ինչպես է իրենց հոգին տանում սատանաները ծիծաղելով նրանց անօգուտ հարստության հեգնանքի վրա։ Եվ ոչ մի գրական ստեղծագործություն այնքան վառ կերպով չի պատկերել այս տեսլականը, որքան Դանթե Ալիգիերիի աստվածային կատակերգությունը գրված 14-րդ դարի սկզբին։ Դանթեի ստեղծած դժոխային աշխարհագրության մեջ վաշխառուները զբաղեցնում են որոշակի խորհրդանշական տեղ դժոխքի 7-րդ շրջանում, որը նախատեսված է բռնակալների համար, բայց ոչ թե մերձավորի կամ իրենց հանդեպ բռնություն գործածների։ Վաշխառուները գտնվում են 3-րդ գոտում, որտեղ պատժվում են նրանք, ովքեր բռնություն են գործել Աստծո բնության արվեստի դեմ։ Սա միջնադարյան մտածողության բացահայտող դասակարգում է։ Վաշխառությունը համարվում էր բռնությանց Աստծո կողմից հաստատված բնական կարգի դեմ։ Դանթեն նկարագրում է վաշխառուներին նստած մի նողկալի անապատում, գրագե բոցերի մշտական անձրի տակ։ Նրանք պարանոցից կախված ծանր քսակներ են գրում, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է իրենց ընտանիքների զինանշանը։ Սա հզոր պատկեր է, նրանց ինքնությունը կլանվել է փողի կողմից, այժմ նրանք հավերժ գրում են իրենց ագահության ծանրությունը, իսկ նրանց տոհմական անունները վերածվել են ամոթի խորհրդանիշների։ Այս համատարած դատապարտման պայմաններում ծագում էր անխուսափելի հարցը. եթե վաշխառությունը այդքան խստորեն արգելված էր քրիստոնյաներին, ով էր բավարարելու վարկի կարիքը, որը պահանջում էր աջող միջնադարյան տնտեսությունը։ Այս հարցի պատասխանը մեզ տանում է դեպի եվրոպական պատմության ամենաբարդ երբեմն ողբերգական էջերից մեկը։ Դարեր շարունակ հրեական համայնքները կենտրոնական դեր են խաղացել միջնադարյան Եվրոպայի վարկային համակարգում։ Այս իրավիճակը ծնվել էր ոչ թե ազատ ընտրությամբ, այլ քրիստոնեական հասարակության կողմից հրեա բնակչության նկատմամբ կիրառված մի շարք սահմանափակումների արդյունքում։ Հրեաներին արգելված էր հողատեր լինել շատ տարածքներում։ Նրանց թույլ չէր տրվում մասնակցել արհեստավորների համքարություններին, նրանք հեռացված էին պատվաբեր համարվող մասնագիտությունների մեծ մասից։ Արտուրը ֆինանսական վարկերը այն սակավաթիվ տնտեսական գործունեություններից էին, որոնք նրանց թույլատրված էին, նույնիսկ դրանք սահմանափակ ձով միշտ ենթակա տեղական տիրակալների կամայականություններին։ Քրիստոնեական աստվածաբանությունը հետաքրքիր է, արդարացում էր առաջարկում այս իրավիճակի համար։ Մովսեսի օրենքը, ինչպես արձանագրված է երկրորդ օրենք գրքում, խորհուրդ էր տալիս անվճար վարկ տալ իսրայելացիների միջ, բայց թույլատրում էր տոկոսների գանձումը, երբ պարտապանը օտարերկրացի էր։ Մեկնաբանելով այս հատվածը սեփական շահերի լույսի ներքո միջնադարյան քրիստոնեական հասարակությունը թույլ տվեց հրեաներին տոկոսներ գանձել քրիստոնյաներին տրված վարկերի համար։ Դա հարմար լուծում էր, տնտեսությունը ստանում էր անհրաժեշտ վարկը, քրիստոնյաները մաքուր էին պահում իրենց ձեռքերը վաշխառության մեղքից, իսկ հրեաները, ովքեր արդեն համարվում էին դատապարտված Քրիստոսին չընդունելու համար, ստանձնում էին այդ գործունեության բարոյական բեռը։ Բայց այս լուծումը իր մեջ գրում էր պարբերական ողբերգության սերմերը։ Հրեա վարկատուների տեսանելիությունը, զուգորդված պարտքերի մեջ հայտնվածների դժգոհության հետ, սնում էր հակասեմականության ալիքները, որոնք ողողում էին միջնադարյան Եվրոպան։ Փողի, ագահության վաշխառության հետ կապված հրեայի կարծրատիպային կերպարը ծնվեց հենց այս համատեքստում, պահպանվեց դարեր շարունակ սնելով ատելության խոսքը, որը կունենար կործանարար հետանքներ հետագա պատմության մեջ։ Երբ պարտքերը դառնում էին անվճարելի կամ երբ սոցիալական լարվածությունը պահանջում էր քավության նոխազ, հաճախ հենց հրեական համայնքներն էին վճարում ամենաբարձր գինը։ Արտաքսումները, գույքի բռնագրավումները, ֆիզիկական բռնությունները գոտորածները նշանավորեցին միջնադարյան պատմությունը Անգլիայից մինչ Գերմանիա, Ֆրանսիայից մինչ Իբերյան թերակղզի։ 1290 թվականին Անգլիայի թագավոր Էդուարդ Ը հրապարակեց արտաքսման էդիկտը որոշելով,
որ բոլոր հրեաները պետք է լքեն անգլիական տարածքը իրենց հետ տանելով միայն այն, ինչ կարող էին գրել, իսկ նրանց ողջ գույքը անցնում էր թագին։ 1306 թվականին հերթը հասավ Ֆրանսիայի հրեաներին, որոնք արտաքսվեցին թագավոր Ֆիլիպ Զմի կողմից նույն այն միապետի, ով նախապատրաստեց տաճարականների միաբանության անկումը։ Իսպանիան գհետեր նույն ճանապարհին 1492 թվականին, իսկ Պորտուգալիան 1496 թվականին։ Այս արտաքսումները հեգնաբար չլուծեցին վարկի խնդիրը։ Դրանք պարզապես փոխանցեցին այդ կարիքը այլ տնտեսական դերակատարների, ովքեր կգտնեին կրոնական արգելքները շրջանցելու իրենց սեփական ձերը։ Մինչ հրեական համայնքները գրում էին միջնադարյան ֆինանսական համակարգում իրենց դերի հետանքները, այլ խմբեր սկսեցին զբաղեցնել թափուր մնացած տեղերը կամ ստեղծել նոր մեխանիզմներ վարկի աջող պահանջարկը բավարարելու համար։ Նրանց մեջ առանձնանում էր մի կազմակերպություն, որը, առաջին հայացքից, ամենակիչ հավանական էր թվում ֆինանսական գործունեության մեջ ներգրավվելու համար Սողոմոնի տաճարի ասպետների միաբանությունը, որն առավել հայտնի է որպես տաճարականներ։ Լոնդոնի կենտրոնի ամենաբանուկ փողոցներից մեկում Ֆլիթ Սթրիթում այսօր էլ գոյություն ունի մի քարե կամար, որը ծառայում է որպես դարպաս դեպի հեռավոր անցյալ։ Դրա միջով անցնելիս մի հանդարտ բակ տանում է դեպի մի տարօրինակ, շրջանած մատուռ մի արձան, որտեղ պատկերված են մեկ ձյու վրա հեծած երկու ասպետներ միաբանության սկզբնական խոնարհության խորհրդանիշը։ Սա Տեմպլ եկեղեցին է, որը կառուցվել է տաճարականների կողմից 1185 թվականին, երբ այն հայտնի էր որպես տաճարի ասպետների լոնդոնյան տուն։ Բայց այս մատուռը չունի միայն ճարտարապետական, պատմական կրոնական նշանակություն։ Այն եղել է նա Լոնդոնի առաջին բանկը։ Տաճարական ասպետները, ըստ էության, մարտիկ վանականներ էին։ Հիմնադրվելով մոտ 1119 թվականին Շամպայնի շրջանի ֆրանսիացի ասպետ Հյուգ դը Փեյնի կողմից միաբանությունը միավորում էր աղքատության, կուսակրոնության հնազանդության վանական ուխտերը ռազմական առաքելության հետ պաշտպանել քրիստոնյա ուխտավորներին, ովքեր մեկնում էին Սուրբ Երկիր առաջին խաչագրած արշավանքից հետո Երուսաղեմի գրավումից հետո։ Միաբանության անունը ծագել էր նրանց սկզբնական կենտրոնակայանի վայրից Երուսաղեմի տաճարի լեռան վրա գտնվող հնագույն Ալաքսա մզկիթից, որը ժողովրդականորեն հայտնի էր որպես Սողոմոնի տաճար։ Բայց ինչպես աղքատությանը նվիրված մարտիկ վանականների միաբանությունը վերածվեց միջնադարյան Եվրոպայի ամենահզոր ֆինանսական կազմակերպություններից մեկի։ Պատասխանը թաքնված է ուխտագնացությունների խաչագրած արշավանքների գործնական հանգամանքների մեջ։ Ճանապարհորդությունները դեպի Երուսաղեմ չափազանց վտանգավոր էին ոչ միայն բնական ռիսկերի ռազմական հակամարտությունների պատճառով, այլ երթուղիների երկայնքով ավազակների կողոպտիչների մշտական սպառնալիքի պատճառով։ Ուխտավորը, ով մեկնում էր Լոնդոնից կամ Փարիզից իր հետ տանելով ճանապարհորդության համար անհրաժեշտ ողջ գումարը, փաստացի հրավիրում էր աղետին։ Տաճարականները մշակեցին մի հնարամիտ լուծում։ Ուխտավորը կարող էր իր արժեքները պահ տալ իր ծննդավայրի տաճարականների կոմանդորիայում, տեղական ներկայացուցչությունում, փոխարենը ստանալով ծածկագրված մի փաստաթուղթ, որը հաստատում էր ավանդը։ Հասնելով Երուսաղեմ կամ ճանապարհին գտնվող ցանկացած այլ կոմանդորիա ճանապարհորդը ներկայացնում էր այս փաստաթուղթը ստանում համարժեք գումարը տեղական արժույթով։ Սա, ըստ էության, նույն սկզբունքն էր, ինչ ժամանակակից բանկային փոխանցումները, որոնք ներդրվել էին հերագրի կամ համացանցի գյուտից 7 դար առաջ։ Պատմաբանները դեռ քննարկում են այն մանրամասները, թե ինչպես էին տաճարականները գործնականում աշխատեցնում այս համակարգը, ինչպես էին պաշտպանվում խարդախություններից։ Արդյոք գոյություն ուներ որե գաղտնի գոտ փաստաթղթի իսկությունը տիրոջ ինքնությունը ստուգելու համար։ Ինչպես էին տարբեր կոմանդորիաները հավասարակշռում իրենց հաշիվները միմյանց միջ։ Մենք գիտենք, որ ամիսներ շարունակ ֆինանսական գործառնությունների այս ցանցի գործակալները հանդիպում էին խոշոր արտրային տոնավաճառներում, ինչպիսիք էին Շամպայնի կամ Լիոնի տոնավաճառները, որպեսզի համեմատեին իրենց գրառումները փոխհաշվարկներ կատարեին։ Դա մի համակարգ էր, որը զարմանալիորեն նման էր բանկային քլիրինգային գործընթացներին, որոնք պաշտոնապես կձավորվեին միայն դարեր անց։ Բայց տաճարականները առաջարկում էին շատ ավելին, քան պարզ արժեքների փոխանցումը։ Ըստ պատմաբան Ուիլյամ Գյոցմանի փողի պատմության մասին իր աշխատության մեջ միաբանությունը մատուցում էր մի շարք ֆինանսական ծառայություններ, որոնք ժամանակի համար անվիճելիորեն առաջադեմ էին։ Երբ Անգլիայի թագավոր Էդուարդ Ռիժը ցանկացավ գնել Օլերոն գղզին Ֆրանսիայի արմտյան ափին 1200-ական թվականներին, հենց տաճարականներն էին, որ միջնորդեցին ողջ բանակցությունը։ Անգլիացի միապետը 5 տարի շարունակ տարեկան 200 ֆունտ էր վճարում Լոնդոնի տաճարականներին, երբ նրա ներկայացուցիչները տիրացան գղզուն, միաբանությունը երաշխավորեց, որ վաճառողը ստանա պայմանավորված վճարման ողջ գումարը։ Այսպիսով, նրանք գործում էին որպես անշարժ գույքի գործակալների, հավատարմագրային կառավարիչների միջազգային գործարքների երաշխավորների համակցություն։ Անգլիական թագի թանկարժեք քարերը որոշակի ժամանակ պահվել են Լոնդոնի տաճարում, որպես վարկի գրավ, ընդ որում տաճարականները հանդես էին գալիս որպես թագավորական ընտանիքի համար նախատեսված բարդ գրավատուն։
Թագավորներն ու ազնվականները, ովքեր մեկնում էին խաչագրած արշավանքների, հաճախ մեծ գումարներ էին ուղարկում տաճարականներին, որպեսզի կարողանային դրանք հետագայում հանել լանտում, թչյուտը ֆինանսավորելով իրենց բանակները ձեռք բերելով պաշարներ առանց թշնամական տարածքներով գանձեր տեղափոխելու ռիսկի։ 13-րդ դարում տաճարականները դարձել էին այնքան հմուտ վստահելի բանկիրներ, որ Ֆրանսիայի թագավորները այլ ազնվականներ իրենց ողջ գանձերը պահում էին միաբանության հսկողության տակ։ Հարցը, որն անխուսափելիորեն ծագում է, հետյալն է, ինչպես էին տաճարականները, լինելով Հռոմի պապի հեղինակության տակ գտնվող կրոնական միաբանություն, կարողանում իրականացնել ֆինանսական գործունեություն, որն այնքան մոտ էր եկեղեցու կողմից դատապարտված վաշխառությանը։ Պատասխանը գործոնների համակցության մեջ է։ Նախ, տաճարականները տոկոսներ չէին գանձում բառի բուն իմաստով։ Նրանք գանձում էին փոխարժեքի վճարներ տարբեր արժույթների միջ փոխարկման համար, սպասարկման վճարներ արժեքների պահպանման համար, միջնորդավճարներ գործարքների միջնորդության համար։ Սրանք վարձատրության ձեր էին, որոնք եկեղեցին ավելի հեշտությամբ էր հանդուրժում, քան վարկի դիմաց մաքուր տոկոսը։ Երկրորդ, միաբանությունը վայելում էր հատուկ արտոնություններ տրված անմիջապես պապի կողմից, ինչը նրան ազատում էր տարբեր իրավասություններից կանոնակարգերից, որոնք կիրառելի էին այլ տնտեսական դերակատարների համար։ Երրորդ, թերս ամենակարևորը, տաճարականների մատուցած ծառայությունները պարզապես անփոխարինելի էին խաչագրած արշավանքների ուխտագնացությունների գործունեության համար ձեռնարկումներ, որոնք եկեղեցին ակտիվորեն խրախուսում էր։ Այնուամենայնիվ, տաճարականների կողմից կուտակված ուժն ու հարստությունը ի վերջո շրջվեցին նրանց դեմ։ 1307 թվականին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Ջ.Մ. Պարտքերի մեջ խրված տաճարականների գանձերին տիրանալու ցանկությամբ տարված, հրամայեց զանգվածաբար ձերբակալել միաբանության բոլոր ասպետներին ֆրանսիական տարածքում։ Գործողություն իրականացվեց հոկտեմբերի 13-ի ուրբաթ օրվա վաղ առավոտյան, մի ամսաթիվ, որը որոշ պատմաբաններ նշում են որպես այդ օրվա հետ կապված սնահավատության աղբյուրներից մեկը։ Մեղադրվելով հերձվածողության, սրբապղծության տանջանքների տակ ստացված խոստովանությունների մեջ արգելված պրակտիկաների մեջ տաճարականները աստիճանաբար կազմալուծվեցին։ 1312 թվականին Գղեմես Մպապը Էչ.Չ.Մ. պաշտոնապես լուծարեց միաբանությունը։ 1314 թվականի մարտին Ժակ դը Մոլեն Յ.Ջ.Ջ. վերջին մեծ վարպետը ողջ այրվեց Փարիզում։ Տաճարականների անկմամբ ֆինանսական վագումը, որը նրանք թողեցին, պետք է լրացվեր։ Եվ նրանք, ովքեր պատրաստ են զբաղեցնել այդ տեղը, հյուսիսային Իտալիայի բարգավաճ քաղաք-պետությունների վաճառական ընտանիքներն էին Պիզա, Ֆլորենցիա, Վենետիկ, Վերոնա, Ջենովա։ Եվրոպայի տնտեսական պատմության այս խաչմերուկում, երբ եկեղեցու ֆինանսական հզորությունը նվազել էր, իսկ պետության հզորությունը դեռ բավարար չէր այն փոխարինելու համար, այս իտալական ընտանիքները սկսեցին առաջարկել նույն ծառայությունները, որոնք նախկինում մատուցում էին տաճարականները, թե սկզբնական շրջանում շատ ավելի համեստ մասշտաբով։ Այս իտալացի բանկիրները ունեին մի վճռորոշ առավելություն։ Նրանք մշակել էին հնարամիտ մեթոդներ վաշխառության դեմ ուղղված կրոնական օրենքները շրջանցելու համար, առանց դրանք տեխնիկապես խախտելու։ Դա մի արվեստ էր, որը միավորում էր իրավաբանական ստեղծագործականությունը, ֆինանսական բարդությունը սոցիալապես ընդունելի կեղծավորության զգալի չափաբաժինը։ Միջնադարյան աստվածաբանները, փորձելով հավասարակշռել կրոնական սկզբունքները տնտեսական գարիքների հետ, մշակել էին որոշ բացառություններ վաշխառության արգելքից, իտալացի բանկիրները դարձան վարպետներ այդ բացերը օգտագործելու հարցում։ Ընդունված արդարացումներից մեկը գոչվում էր առաջացող վնաս ջուրտփթ։ Եթե վարկատուն կարողանար ապացուցել, որ գումարը փող տալով ինքը իրական գորուստ է կրել, օրինակ բաց թողնված հնարավորության ծախս կամ չնախատեսված ծախս, նա փոխհատուցման իրավունք ուներ։ Պայմանագրերը խնամքով շարադրվում էին ներառելով կետեր, որոնք ենթադրում էին այդ վնասը վերածելով այն, ինչը կլիներ տոկոս, պարզապես կրած կորուստների հատուցման։ Մյուս արդարացումը բաց թողնված օգուտներ, դեֆիբապ. Վարկատուն պնդում էր, որ փող տրված գումարը խանգարել է իրեն ներդրում կատարել որե շահութաբեր ձեռնարկության մեջ, գանձվող վճարը փոխհատուցում էր այն շահույթի համար, որը նա չստացավ։ Բայց ամենահնարամիտ մեխանիզմը, ինչպես նա ամենատարածվածը, ուշացման տուգանքն էր։ Վարկային պայմանագրերը սահմանում էին վճարման միտումնավոր անիրատեսական ժամկետներ, երբեմն ընդամենը 2 կամ 3 օր։ Երբ պարտապանը անխուսափելիորեն ուշացնում էր վճարումը, նրա վրա կիրառվում էր ծանր տուգանք, որն իրականում քողարկված տոկոսն էր։ Տեխնիկապես վարկատուն չէր գանձում վարկի ժամանակի համար, այլ պարզապես կիրառում էր պայմանագրային տույժ պարտավորությունները չկատարելու համար։ Դա մի իրավական հորինվածք էր, որը բոլորին հայտնի էր, բայց թույլ էր տալիս պահպանել կրոնական պատվիրաններին համապատասխանության ելույթը։ Մուրակները հանդիսանում էին իտալացի բանկիրների զինանոցից մեկ հիմնարար գործիք։ Սկզբնապես մշակված միջազգային արտուրը հեշտացնելու համար այս մուրակները գործում էին որպես վճարման խոստումներ այլ արժույթով այլ վայրում։ Իտալացի վաճառականը, ով ապրանքներ էր վաճառում օտարերկրյա տոնավաճառում,
Ստանում էր մուրհակ, որը կարող էր փոխարկվել տեղական արժույթի Իտալիա վերադառնալիս։ Բանկիրի շահույթը գոյանում էր գործողության երկու ծայրերում փոխարժեքների տարբերությունից, այլ ոչ թե վարկի տոկոսներից։ Դա նուրբ, բայց վճռորոշ տարբերություն էր, որը թույլ էր տալիս վարձատրել կապիտալը առանց պաշտոնապես վաշխառության մեղքի մեջ ընկնելու։ Միջնադարյան տոնավաճառներում, որոնք ծաղկում էին ողջ Եվրոպայում 11-րդ դարից սկսած, հատկապես Ֆրանսիայի հայտնի շամպայնի տոնավաճառներում, այս ֆինանսական մեխանիզմները զարգացան կատարելագործվեցին։ Շամպայնի տոնավաճառները զբաղեցնում էին ռազմավարական դիրք գտնվելով Իտալիայի Նիդերլանդների միջ, գործելով որպես հանդիպման վայրեր, որտեղ վաճառականները ողջ Եվրոպայից գալիս էին իրենց ապրանքները վաճառելու, եւ որտեղ կար արտուր, կար վարկի, փոխանակման արժեքների փոխանցման գարիք։ Հենց այս միջավայրում էր, որ բուն բանկ բառը ձեռք բերեց իր ժամանակակից նշանակությունը։ Դրամափոխները ֆինանսիստները, ովքեր գործում էին տոնավաճառներում, նստում էին փայտե պարզ կառույցների վրա 4 ոտքի վրա դրված մի տախտակ, որը ծառայում էր որպես սեղան, որպես նստարան։ Իտալերենում այս կառույցը գոչվում էր թոնթուն կամ թոնթ։ Այն մարդիկ, ովքեր աշխատում էին այս նստարանների հետում գնահատելով ոսկե արծաթե մետաղադրամների մաքրությունը, կատարելով փոխանակում տարբեր արժույթների միջ գրանցելով գործարքները, հայտնի դարձան որպես բանկիրներ։ Եվ հենց այս համեստ կահույքից առաջացավ նա ֆինանսական բառապաշարի ամենակայուն արտահայտություններից մեկը։ Երբ այս բանկիրներից մեկը չէր կարողանում կատարել իր պարտավորությունները, լինի դա վատ կառավարման, չափից շատ վարկ տալու կամ բիզնեսում պարզապես անհաջողության պատճառով, նրա նստարանը քունթֆուն բառացիորեն գոտրվում էր հանրային հրապարակում։ Զայրացած տուժածները փայտե կառույցը կտոր էին անում խորհրդանշելով դրամափոխի սնանկացումը նրա հարկադիր հեռացումը բիզնեսից։ Իտալերենում թունթֆուն բթփվի նշանակում էր կոտրված բանկ նստարան, այդ արտահայտությունից առաջացավ այն բառը, որը մենք օգտագործում ենք մինչ օրս բանկրոտ սնանկություն։ Տեսարանը գրեթե ծիսական էր։ Սնանկացած բանկիրը տեսնում էր, թե ինչպես է իր աշխատանքային սեղանը ոչնչացվում իր գործընկերների պարտատերերի արջ մի հանրային նվաստացում, որը բոլորին ազդարարում էր, որ նա այլս վստահության արժանի չէ։ Դա մի սոցիալական պատիժ էր, որը որոշ առումով հավասարազոր էր կրոնական բանադրանքին։ Ինչպես վաշխառուն վտարվում էր հավատացյալների համայնքից, այնպես էլ սնանկացած բանկիրը վտարվում էր վաճառականների համայնքից։ Նրա հեղինակությունը վերականգնելուց չկար։ Գոտրված նստարանը մշտական խարան էր։ Այս ժամանակաշրջանում հայտնված իտալացի բանկիրների ընտանիքների մեջ ոչ ոք չհասավ այնպիսի ուժի ազդեցության, որպիսին Մեդիչիներն տճույզ էին Ֆլորենցիայում։ Ջովաննի դի Բիչի դե Մեդիչին հիմնադրեց Մեդիչի բանկը 1397 թվականին, նրա սերունդների, հատկապես նրա թորան Գոզիմոյի Շենֆեթ ղեկավարությամբ հաստատությունը դարձավ Եվրոպայի ամենակարևորը։ Մեդիչիները չէին սահմանափակվում տեղական վաճառականներին, ազնվականներին ֆինանսավորելով։ Նրանք հենց պապի բանկիրներն էին կառավարելով կաթոլիկ եկեղեցու ֆինանսները, հավաքելով տասանորդը ողջ քրիստոնյա աշխարհում։ Ոսկե ֆլորինը, որը հատվել էր Ֆլորենցիայում 1252 թվականից սկսած, դարձավ աշխարհի դրամական ստանդարտներից մեկը վենետիկյան դուկատի հետ միասին մնալով շրջանառության մեջ պահպանելով իր հեղինակությունը ավելի քան 3 դար։ Դա ֆլորենտացի բանկիրների հաճախ քաոսային ֆինանսական աշխարհում կայունություն վստահություն պահպանելու հմտության վկայությունն էր։ Կոզիմո դե Մեդիչին դարձավ ողջ Եվրոպայի ամենահարուստ մարդը, նրա հարստությունը ֆինանսավորեց ոչ միայն ընտանեկան բիզնեսը, այլ արվեստի մշակույթի արտասովոր ծաղկումը, որը մենք գիտենք որպես իտալական վերածնուն։ Իտալացի վաճառական ընտանիքների բանկային ցանցերը տարածվեցին Անգլիայից մինչ Կասպից ծով ֆինանսավորելով արտրային առաքելություններ, որոնք գնում էին Մերձավոր Արևելքից մինչ Չինաստան։ Նրանք առանց սահմանափակումների արտուր էին անում մուսուլմանների, թաթարների, հրեաների հեթանոսների հետ, բացի ուղղափառ կաթոլիկ քրիստոնյաներից։ Միասին նրանք ֆինանսավորեցին անգլիական միապետությունը Էդուարդ Ռեյի օրոք Ուելսում, Շոտլանդիայում նրանց նվաճողական արշավանքների ժամանակ։ Աջակցելով անգլիական միապետությանը իտալական ընտանեկան բանկերը ստանում էին ավելին, քան պարզապես տոկոսներ իրենց բարձր ռիսկային վարկերի դիմաց։ Անգլիացի միապետին ունենալով որպես պարտապան նրանք հատուկ մուտք ունեին անգլիական շուկաներ նույնիսկ մենաշնոր ստացան մայրցամաքում անգլիական բրդի վաճառքի հարցում։ Բայց իտալացի բանկիրների հաջողությունը իր մեջ պարունակում էր նա սեփական գործանման սերմերը, ճիշտ այնպես, ինչպես տեղի էր ունեցել տաճարականների դեպքում։ Ֆլորենտական որոշ գլխավոր ընտանիքներ աջակցեցին Անգլիայի Էդուարդ Ռեյին Ֆրանսիայի դեմ 100-ամյա պատերազմի սկզբում։ Սակայն 1343 թվականին անգլիացի միապետը դադարեցրեց իր վարկերի վճարումը։ Այս թագավորական սնանկացումը բերեց ֆլորենտական գլխավոր բանկային տների նրանց բազմաթիվ ավանդատուների սնանկացմանը։ Մուրակների վրա հիմնված ողջ դրամական համակարգը, ի վերջո, կախված էր մասնագետների ազնվությունից բարի կամքից, բայց երբ կառավարությունը ձանրաբեռնվում էր իր պարտքերով, նա ուժ ուներ պարզապես անտեսել դրանք ոչնչացնելով վստահության վրա կառուցված ողջ համակարգը։
Իտալացիների բանկային հարստությունները, ինչպես նկատել է պատմաբան Ջեք Ուեզերֆորթը, Յոյվ Վուչուպտչբենթաչ, լուծվեցին ավազե ամրոցների պես մակընթացության ազդեցության տակ, եւ իրավիճակն էլ ավելի սրելու համար ՍՄԱՀ Ժանտախտը ողողեց հյուսիսային Իտալիան 1348 թվականից սկսած ամայացնելով տարածաշրջանը վերացնելով բնակչության զգալի մասը, ներառյալ ողջ մնացած բանկերի բազմաթիվ ավանդատուների պարտապանների։ Դա մի դաժան հիշեցում էր, որ միջնադարյան աշխարհում նույնիսկ ամենամեծ հարստությունը պաշտպանություն չէր առաջարկում բնության ուժերի ճակատագրի քմահաճույքների դեմ։ Այժմ վերադառնանք հոգոր երկընտրանքին, որը տանջում էր միջնադարյան վաշխառուներին, քանի որ այն բացահայտում է ժամանակի կրոնական մտածողության դրա փոփոխությունների հիմնարար կողմերը։ Ընտրությունը քսագի կյանքի միջ, որը Ժակ Լը Գոֆի համանուն աշխատության կենտրոնական թեման է, վերացական փոխաբերություն չէր, այլ իրական տագնապ, որն ուղեկցում էր գործարարներին յուրաքանչյուր գործարքի ժամանակ։ Միջնադարյան վաշխառուն ապրում էր մշտական լարվածության մեջ ապրուստ վաստակելու անհրաժեշտության հոգին գործնելու վախի միջ։ Միջնադարյան աղբյուրները լի են չուչրթներով փոքր խրատական պատմություններով, որոնք քարոզիչներն օգտագործում էին իրենց քարոզներում պատկերելու մեղքի հետանքները առաքինության պարքները։ Վաշխառուների մասին չուծտենտուները հատկապես բազմաթիվ են վառ մանրամասն նկարագրելով այն տանջանքները, որոնք սպասում էին այդ հոգիներին անդրշիրիմյան աշխարհում։ Այս պատմություններից մեկում մահամերձ վաշխառուն տեսնում է իր մահջին մոտեցող դերին, ովքեր պատրաստ են իր հոգին քարշ տալ դժոխ։ Մեկ ուրիշում կյանքի ընթացքում կուտակված մետաղադրամները վերածվում են այրվող ածուխների, որոնք հավերժ այրում են դատապարտյալի ձեռքերը։ Սրանք հզոր պատկերներ են, որոնք նպատակ ունեին ահաբեկել հավատացյալներին հետ պահել նրանց տոկոսով վարկեր տալուց։ Բայց միջնադարյան աստվածաբանությունը ստատիկ չէր, հենց եկեղեցին ստիպված էր մշակել մեխանիզմներ հաշվի առնելու այն իրականությունը, որ շատ քրիստոնյաներ, ներառյալ հասարակության մեջ բարձր դիրք ունեցողները, ներգրավված էին ֆինանսական գործունեության մեջ, որը սահմանագից էր վաշխառությանը։ Հենց այս համատեքստում էր, պնդում է Լը Գոֆը, որ Քավարանի գաղափարը ուժ սահմանում ստացավ 12-րդ դարի վերջին 13-րդ դարի ընթացքում։ Քավարանը մի տեսակ ելք էր առաջարկում նրանց համար, ովքեր մեղք էին գործել, բայց ոչ այնքան ծանր, որ արժանանային հավերժական դատապարտության։ Նախքան Քավարանի դոկտրինի զարգացումը, անդրշիրիմյան աշխարհի աշխարհագրությունը բինար էր։ Կար դրախտ արդարների համար, դժոխք մեղավորների համար, առանց միջանկյալ վիճակի։ Բայց այս պարզունակ բաժանումը գնալով ավելի անկայուն էր դառնում, քանի որ հասարակությունը բարդանում էր։ Ինչ անել ազնիվ վաճառականների հետ, ովքեր տոկոս էին գանձել այս կամ այն գործարքում։ Այն ազնվականների հետ, ովքեր տոկոսով վարկ էին վերցրել, հետաբար մասնակցել ուրիշի մեղքին։ Հենց հոգորականների հետ, ովքեր աչք էին փակում իրենց հովանավորների ֆինանսական գործունեության վրա։ Քավարանը հայտնվեց որպես անդրշիրիմյան երրորդ վայր մի միջանկյալ տարածք, որտեղ հոգիները կարող էին քավել իրենց փոքր մեղքերը ժամանակավոր տառապանքների միջոցով նախքան դրախտ բարձրանալը։ Վաշխառուի համար, ով զղջում էր մահվան մահջում, ով վերադարձնում էր անարդարացիորեն գանձված տոկոսները, ով իր գտակով գույք էր թողնում եկեղեցուն, Քավարանը փրկության հույս էր ներկայացնում։ Նա դատապարտված չէր հավերժական դժոխքին, բայց նա բավականաչափ մաքուր չէր անմիջապես դրախտի համար։ Նա որոշ ժամանակ կանցկացներ քավության մեջ օգնվելով ողջերի աղոթքներով, մինչ վերջապես կհասներ հավերժական երանությանը։ Այս աստվածաբանական լուծումը ունեցավ նա շատ կոնկրետ գործնական հետանքներ եկեղեցու համար։ Եթե վաշխառուն կարող էր գնել իր փրկությունը նվիրատվությունների բարեգործական գործերի միջոցով, ապա գործարարների համար խթան կար հարստանալու կյանքի ընթացքում, պայմանով, որ մահվան պահին իրենց հարստության մի մասը հատկացնեին եկեղեցուն։ Գոթական մեծ տաճարները, որոնք վեր խոյացան ողջ Եվրոպայում 12-13-րդ դարերում, մասամբ ֆինանսավորվել են խղճի խայծ զգացողների այս նվիրատվություններով։ Դա փրկության մի տնտեսություն էր, որը շահավետ էր թե նվիրատուների համար, ովքեր ապահովում էին իրենց տեղը երկնքում, թե շահառուների համար, ովքեր ռեսուրսներ էին ստանում իրենց աշխարհիկ հոգոր իշխանությունն ընդլայնելու համար։ Բայց ոչ բոլոր վաշխառուներն ունեին բախտ կամ հնարավորություն զղջալու մահից առաջ։ Արմենտարիուսի Օպցերնբեֆ պատմությունը 6-րդ դարի մի վարկատուի տալիս է ողբերգական օրինակ այն ճակատագրի, որը կարող էր սպասել նրանց, ովքեր զբաղվում էին տոկոսով վարկերով։ Ըստ մեզ հասած պատմական գրառումների, Արմենտարիուսը սպանվել է մի պարտապանի կողմից, ով ի վիճակի չէր վճարել իր պարտավորությունները։ Նրա բռնի մահը ժամանակագիցների կողմից մեկնաբանվում էր որպես աստվածային դժգոհության նշան կյանքում գործած մեղքերի համար կանխավ տրված պատիժ։ Դա նա հիշեցում էր, որ վաշխառուի մասնագիտությունը գրում էր ոչ միայն հոգոր, այլ շատ իրական ֆիզիկական ռիսկեր։ Վենետիկ քաղաքը իր տնտեսությամբ, որը հիմնված էր ծովային արտրի արելքի հետ փոխանակումների վրա, մշակեց տնտեսական անհրաժեշտության կրոնական պատվիրանի միջ լարվածությունը հաղթահարելու իր սեփական ձեռը։ Ֆինանսական հանցագործները դատապարտված վաշխառուները կարող էին ենթարկվել մահապատժի կախաղան բարձրացվելով Սուրբ Մարկոսի հրապարակի հայտնի սյուների միջ։
Դա հանրային ցուցադրություն էր, որ հանրապետությունը լուրջ էր վերաբերվում իր բարոյական պարտականություններին, մինույն ժամանակ օգտվելով բարդ ֆինանսական համակարգից, որը գործում էր կրոնական օրինականության սահմաններին։ Այս մոտեցումը լավ էր ընդունվում, քանի դեռ պահպանվում էին արտաքին ելույթները։ Առաջին բուն արտրային բանկը, որի մասին կան հիշատակումներ, առաջացել է հենց Վենետիկում 1157 թվականին, նպատակ ունենալով ֆինանսավորել միապետների ռազմական ձեռնարկումները։ Արտրային գործունեությունը ամրապնդվեց ուշ միջնադարի ընթացքում։ Դրա հետ մեկտեղ բանկիրի գործառույթը դարձավ ավելի մասնագիտացված անփոխարինելի։ Տոնավաճառների դրամափոխները, ովքեր սկզբնական շրջանում սահմանափակվում էին մետաղադրամների գնահատմամբ փոխանակման հեշտացմամբ, աստիճանաբար ընդլայնեցին իրենց գործունեությունը ներառելով ավանդները, վարկերը, միջազգային փոխանցումները, ծառայությունների ողջ շրջանակը, որոնք մենք կապում ենք ժամանակակից բանկային գործունեության հետ։ Երբ մենք խորում ենք այս ողջ պատմության շուրջ, ի հայտ են գալիս որոշ եզրակացություններ, որոնք արդիական են մնում մեր սեփական ժամանակը հասկանալու համար։ Առաջինն այն է, որ բարոյականության տնտեսության միջ հարաբերությունները միշտ բարդ են լի լարվածությամբ։ Միջնադարյան հասարակությունը դատապարտում էր վաշխառությունը բացարձակ տերմիններով, բայց միաժամանակ մշակում էր մեխանիզմներ այդ դատապարտումը շրջանցելու համար, երբ գործնական անհրաժեշտությունը պարտադրում էր։ Տեղի էր ունենում մշտական սագարկություն սկզբունքների պրագմատիզմի միջ, կրոնական իդեալի արտրային իրականության միջ։ Երկրորդ եզրակացությունը վերաբերում է փոքրամասնությունների մարգինալացված խմբերի դերին տնտեսական համակարգերում։ Միջնադարյան հրեաները մղվեցին վարկատուների դերին ոչ թե սեփական ընտրությամբ, այլ մի շարք սահմանափակումների պատճառով, որոնք փակում էին նրանց առջ այլ դռներ։ Հայտնվելով այդ դերում նրանք դարձան միաժամանակ անփոխարինելի արամարված հեշտ թիրախներ, երբ սոցիալական լարվածությունը քավության նոխազի կարիք ուներ։ Դա մի օրինաչափություն է, որը կրկնվում է պատմության ընթացքում, երբ տարբեր խմբեր զբաղեցնում են նմանատիպ դիրքեր տարբեր համատեքստերում։ Երրորդ եզրակացությունը վերաբերում է ֆինանսական նորարարությանը որպես արձագանք սահմանափակումներին։ Վաշխառության արգելքը չվերացրեց տոկոսների գանձումը։ Այն պարզապես քողարկեց դրանք այլ անունների մեխանիզմների տակ։ Մուրհակները, ուշացման տուգանքները, սպասարկման վճարները միջնադարյան բանկիրների կողմից մշակված բոլոր մյուս գործիքները, ըստ էության, կապիտալը վարձատրելու ձեր էին, որոնք հարկում էին կրոնական արգելքների տարը, բայց ոչ ոքին։ Դա մի դինամիկա է, որը շարունակում է ներկա լինել ժամանակակից ֆինանսական շուկաներում, որտեղ օպերատորների հնարամտությունը հաճախ մեկ քայլ առաջ է կարգավորողներից։ Ի վերջո, միջնադարում վաշխառության պատմությունը մեզ հիշեցնում է, որ ֆինանսական հաստատությունները, որոնք մենք այսօր ընդունում ենք որպես բնական անխուսափելի, ունեն հատուկ ծագում ձևավորված որոշակի պատմական հանգամանքներով։ Բանկը, վարկը, մուրհակը, նույնիսկ սնանկության հայեցակարգը բոլորն էլ ի հայտ են եկել տնտեսական հրամայականների կրոնական սահմանափակումների միջ հակամարտության համատեքստում։ Այս ծագումը հասկանալը մեզ օգնում է ապամիֆոլոգիացնել ֆինանսական աշխարհը, ընկալել այն որպես մարդկային կառույց, որը ենթակա է փոփոխությունների քննադատության։ Այս միջնադարյան պատմության արձագանքները մեզ են հասնում երբեմն զարմանալի ձևով։ Տոկոս բառը, որը մենք օգտագործում ենք ամեն օր առանց դրա նշանակության մասին շատ մտածելու, իր մեջ գրում է հազարամյակների բարոյական բանավեճ։ Այն վճարները, որոնք մենք վճարում ենք բանկին վարկ վերցնելիս, այն գանձումների ուղղակի ժառանգներն են, որոնք ժամանակին համարվում էին մեղսալի։ Բանկերը, որոնք գերիշխում են մեր ժամանակակից տնտեսություններում, իրենց ծագումն ունեն միջնադարյան տոնավաճառներում իրենց նստարաններին նստած այն դրամափոխներից։ Եվ երբ մի խոշոր ֆինանսական հաստատություն փլուզվում է, մենք դեռ ասում ենք, որ այն սնանկացավ բանկրոտ, առանց իմանալու հիշեցնելով 700 տարի առաջ հանրային հրապարակներում գոտրված այն փայտե սեղանները։ Վաշխառությունը դադարեց մեղք համարվել կաթոլիկ եկեղեցու կողմից այն պահից սկսած, երբ տնտեսական հանգամանքները արմատապես փոխվեցին։ Գնաճի որպես մշտական ելույթի ի հայտ գալով, փող տրված գումարը վերադարձվելիս այլս նույն արժեքը չուներ։ Արդարությունը, հետաբար, սկսեց պահանջել որոշակի փոխհատուցում, որպեսզի վարկատուն չվնասվեր։ Ժամանակակից դարաշրջանում ներդրումային հնարավորությունների բազմապատկմամբ փողը դադարեց համարվել ամուլ բարիք։ Ով ձեռքի տակ կապիտալ ուներ, միշտ հնարավորություն ուներ այն շահույթ բերող դարձնելու։ Եկեղեցին իմաստնորեն հարմարեցրեց իր դոկտրինը նոր իրականություններին պահպանելով վաշխառության դատապարտումը չարաշահող գիշատիչ գանձումների իմաստով, բայց ընդունելով չափավոր տոկոսների օրինականությունը։ Այսօր, երբ մտածում ենք ժամանակակից վաշխառուների, որոշ ֆինանսական հաստատությունների կողմից գանձվող չափազանց բարձր տոկոսադրույքների, միլիոնավոր մարդկանց վրա ազդող պարտքային ճգնաժամերի մասին, թերս կարող ենք նայել միջնադարին հեռավորության ճանաչման խառնուրդով։ Երկընտրանքները փոխել են իրենց ձ, բայց չեն անհետացել։ Վարկի անհրաժեշտության ֆինանսական շահագործման ռիսկերի միջ լարվածությունը շարունակում է ներկա լինել։ Հարցը, թե ինչն է արդարացի գանձել ուրիշի փողի օգտագործման համար, մնում է արդիական։
Եվ միջնադարյան Վաշխառուի ստվերը, ով դատապարտված է հավերժ կրել իր մետաղադրամների քսակը Դանթեի դժոխքում։ Դեռ մեզ հիշեցնում է, որ տնտեսական հարցերը նա, թերս հիմնարար կերպով, բարոյական հարցեր են։ Եթե դուք հասել եք մինչ այստեղ գոթական տաճարների մռայլ միջանցքներով, շամպայնի տոնավաճառների բանուկ փողոցներով, տաճարական ասպետների ամրացված դղյակներով, այս ճանապարհորդության ընթացքում, նշանակում է կիսում եք մեզ հետ անցյալի գաղտնիքները բացահայտելու գիրքը։ Պատմություն ունի այս եզակի ուժը լուսավորելու ներկան այն ամենի հայելու միջոցով, ինչ արդեն եղել է, բացահայտելու, որ մեր ժամանակակից տագնապներն ու երկընտրանքները հաճախ արձագանքում են դարեր առաջվա բանավեճերին։ Եթե այս պատմությունը արթնացրեց ձեր հետաքրքրությունը, եթե հավատի արտրի, փրկության բարգավաճման միջ հակամարտությունները որե կերպ արձագանքեցին ձեր մեջ, ապա մեր նպատակը իրականացված է։ Հիմա, ճիշտ այնպես, ինչպես միջնադարյան վաճառականները պահ էին տալիս իրենց արժեքները տաճարականների գոմանդորյաներում վստահելով նրանց անվտանգությանը, մենք խնդրում ենք ձեզ ձեր վստահությունը պահ տալ մեր ալիքին։ Բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք ժամանակի միջով հաջորդ ճամփորդությունները, որոնք մենք պատրաստել ենք, թողեք ձեր մեկնաբանությունը կիսվելով այսօրվա բացահայտումների մասին ձեր մտորումներով, դրեք այն հավանումը, թե ոչ, որն օգնում է մեզ շարունակել որակյալ բովանդակություն ստեղծել։ Որովհետև ինչպես անցյալի բանկիրները կարիք ունեին իրենց ավանդատուների վստահությանը բարգավաճելու համար, այնպես էլ մենք կարիք ունենք ձեզ մեր համայնքին շարունակելու կառուցել այս կամուրջները երեկվա այսօրվա միջ։ Մինչ նոր հանդիպում պատմության հաջորդ ճանապարհին։